Քաղաքացիական պայմանագիր խայտառակ պարտություն է գրել։ Մնաց իր ձեռքում ուժային լծակն է։ Ինքը նման է մի հատ ողորմելի, որը թաքնված է ոստիկանական այդ մահակների հետևում։ Ես Գյումրիում այլ զարգացումներ էի սպասում, խնդիրը անձնավորված չի ամենևին։ Կասեն ձեր ուժը անցողիկ շեմը չի հաղթահարել, դրա համար եք այդպիսի հայտարարություն։ Չէ, բացարձակապես նախ մեր ուժի արձանագրած արդյունքը ես պարտություն չեմ համարում, կամ լավ ձախողում չեմ համարում։ 4 ընդդիմադիր կուսակցությունով պետք է նստեին կոնսուլտացիաներ անցկացնեին։ Ամենաանխոցելի տեխնացուին ընտրեին։ Վարդան Ղուկասյանը մի հատ շատ կարևոր դաս պիտի քաղի։ Կամ ինքը հայտնվելու է ՔՊ-ի թիրախում կամ թակարդում, եթե չվերանայի իր մոտեցումը մյուս ընդդիմադիրների հանդեպ, խաղաղության նոխազդեր գտնելու է, ես այդ Վիլենի դեպքը նույնիսկ կապում եմ, որ դրանով մի հատ մեծ բանի շղթա տվեցին, որովհետև դուք գիտեք ինձանից լավ, որ այնտեղ պատգամավորներ կան, որ խուլիգանական վարքագծով ավելի շատ են աչքի ընկել։ Ազգային ժողովի նախագահը, որը թքում է քաղաքացու վրա, ձեզ քանի անգամ են իր ցուցումով խուլիգանի պես բայց իրա ցուցումով են անում, չէ։ Այո։ Կամ Անդրանիկ Քոչարյանը, որը ազգային ժողովի վերջին քարոզիայի ժամանակ, կառավարության ազգային ժողով արծու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը իր ազգային ժողովի ամբիոնից պահել է դասական շարքային խուլիգանի նման։ Իլեն Գաբրիելյանը իր խոսքում, որքան էլ որ խմած էր, ձևակերպեց, ասաց, պասը տվեցի, պասը վերցրեցիր, իսկ իր պասը դա 2026 թվականին այլևս իշխանություն չլիներ։ Դե մարդը երբեմն խմած վիճակում անկեղծ ալնում։ Համարենք, որ Վիլեն Գաբրիելյանը անկեղծացել, դա իրանք ուսապարկ են։ Երբ որ մեկ-մեկ որոշում են անուն ազգանուն ունենալ, պատժվում է։ Օրինակ Անդրանիկ Քոչարյանը մի որոշ փուլ առաջ առույց էր կտրել իրան, հիշում եք, մի հատ փուլ կար, քննչական կոմիտեի նախագահին էր գտնում մյուսին, որը Քյարամյանն էր, շոր կեցված, հետո դարավ փիսիկ խելոք, բեղավոր փիսիկ, ոնց որ իրան սազական, որովհետև իրան հասկացրեցին, որ դու անուն ազգանուն չունես, ուսապարկ ես, եթե Նիկոլ Փաշինյանը ճողոբրի մի օր երկրից, փախչող օդանավի մեջ անգամ Չալոյի համար տեղ գտնվելու է, բայց իրանցից որևէ մեկի համար ոչ։ Իսկ այդ հոգեվիճակ իրաց դրդում է նման անհավասարակշիռ քայլերի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին անվտանգության միջանցք տրվելու է։ Եթե ինքը մի քիչ ողջամտություն ունենար 2021 թվին անցնցում եւ անայրուն հեռանալու հնարավորություն ունի։ Բարև ձեզ New Day-ի հարգելի հետևորդներ, առաջիկա րոպեներին զրուցելու ենք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալ եմ մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Թիմ ընտրությունները Փարաքարում եւ Գյումրիում ինչ ցույց տվեցին եւ արդյոք պատկերը խոսուն չէր այն առումով, որ իշխանությունը անգամ վարչական դծակների օգտագործմամբ, անգամ ուժայինների օգտագործմամբ չկարողացավ եւ որևէ ընտրություններում ոչ Փարաքարի եւ ոչ Գյումրիի ընտրություններում հաղթել։ Այս առումով ինչ կասեք։ Այո, Փարաքարի եւ Գյումրիի ընտրությունները երկու բան ցույց տվեցին։ Առաջին դրանք ԿՊ ձախողման մասին էին, որտեղ ամբողջ պետական ռեսուրսը սպաս էին դրել, հատկապես Գյումրիում, հաղթանակ կորզելու համար իրենք խոսում էին 50% գումարած մեկի մասին, որում բոլորն էին խոսում։ Բայց ավելի կարևոր բան ցույց տվեց երկրորդ բան, որ հասարակությունը սկսեց հավատալ, որ ընտրությունների միջոցով երկրում կարող են տեղի ունենալ փոփոխություններ, հատկապես երկրորդ գործոնը շատ ավելի կարևոր է, եթե նկատի ունենանք, որ ընդամենը 1 տարի անց խորհրդարանական ընտրություններ են, հատկապես իշխանությունը սարսափած է այս հանգամանքից, որտեղ միշտ մանիպուլյացիաների, տարբեր վարչական, պետական ռեսուրսների չարաշահման շնորհիվ նրանց հաջողվում էր մի պատկեր ստեղծել, երբ խաղարկում էին ներկա նախկին այդ արհեստական բաժանումը եւ կարողանում էին ընտրական ճանապարհով վերարտադրել իրենց իշխանությունը, հիմա դա շատ դժվար է լինելու։ Փարաքարն ու Գյումրին դրա մասն էին առաջին հերթին։
Գյումրու ընտրությունների վերաբերյալ դուք բավականին կոշտ գրառում եք արել, նշելով, որ Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը, ինչու եք այդպես Ես կարծում։ աքսիոմատիկ քաղաքագիտական ճշմարտություն եմ ասել, որպես քաղաքագետ։ Աշխարհում չեք գտնի որևէ իշխանություն, որը տվյալ մարմնում, այս դեպքում ավականիում, հիմնվի փոքրամասնության վրա եւ կայուն լինի։ Հոգի հակացուցված է քաղաքագիտական կանոններին համապատասխան։ Ես Գյումրիում այլ զարգացումներ էի սպասում, այստեղ խնդիրը անձնավորված չի ամենևի։ Կասեն ձեր ուժը անցողիկ շեմը չի հաղթահարել, դրա համար եք այդպիսի հայտարարություն։ Չէ, բացարձակապես նախ մեր ուժի արձանագրած արդյունքը ես պարտություն չեմ համարում կամ լավ ձախողում չեմ համարում։ Պարտությունը արժանապատվորեն ընդունել ենք, մանավանդ 3%-ը կատարյալ ֆիասկոյի մասին չի, հա։ Եվ բացի այդ, ես ամբողջ ընտրարշավի ժամանակ այնպես չի, որ այս նույն բաները չեմ ասել։ Հիմա եթե մեր ուժը նույնիսկ անցներ մի հարցում Մարտուն Գրիգորյանի հետ ես համաձայն եմ կամ համերաշխեմ հապշտապ հայտարարությունները երկու խմբակցությունների առանց կոնսուլտացիաների անցկացնելու բերելու էին այս վիճակի 4 ընդդիմադիր կուսակցությունով պետք է նստեին կոնսուլտացիաները անցկացնեին ամենաանխոցելի թեկնածուին ընտրեին կամ եթե նույնիսկ Վարդան Ղուկասյանին էին ընտրելու, կոալիցիոն հուշագիր ստորագրեին համատեղ կառավարման։ Հակառակ պարագայում ավականու ոչ մի սկզբունքային որոշում հնարավոր չի լինելու անցկացնել։ Ստորագրեին, եթե Վարդան Ղուկասյանն անգամ փոխքաղաքապետի պաշտոն վերջ ուրեմն պատրաստ չէր։ Դե ուրեմն ստիպված հանգամանքների բերումով Վարդան Ղուկասյանը կամ առերեսվելու է ԿՊ-ի ռեպրեսիվ մեքենային, կամ տրվելու է ԿՊ-ի հետ համագործակցության գայթակղությանը, որովհետև եթե չկա մեծամասնություն նրա շուրջ ձևավորված, փաստաթղթավորված մեծամասնություն ավականիում, այդ իշխանությունը չի կարող կայուն լինել եւ չի կարող երկարատև լինել։ Սա պարզ աքսիոմատիկ ճշմարտություն է։ Մենք բոլորս մի փոքր ուրախացանք, այսպես շունչ քաշեցինք, ասացինք ընդդիմությունը վերջապես հաղթում է, բայց դուք ձևակերպում եք, որ սա ընդդիմության հաղթանակ չէր։ Դե եթե գիտեք, երբեմն կամ միշտ քաղաքական գործիչը պետք է անկեղծ լինի։ Եթե Գյումրիի ընտրությունները դիտարկում ենք, այո, այնտեղ առաջին հերթին առաջատարությունը ստանձնել են 3 ուժեր։ Դա ԿՊ-ն է իր վարչական ռեսուրսներով կամ ամբողջ պետական ռեպրեսիվ մեքենայով եւ Գյումրիում ազդեցություն ունեցող 2 կլաններ։ Ընդ որում կլան բառը վիրավորական իմաստով է դեպքում չեմ օգտագործում, դեռ այնքան միամիտ չենք, չէ՞ որ կարծենք, որ կոմունիստական կուսակցությանն են այդ ձայները, կամ ասենք Մարտուն Գրիգորյանի հետևում կանգնած ուժերի։ Դա այդպես չի։ Ես ընդամենը այդ փաստն եմ արձանագրել, իսկ քաղաքական համակարգի ներկայացնող ուժերը այդ թվում մենք կամ մի կերպ անցողիկությունը հաղթարել են կամ դա չեն արել, պարտություն են գտել։ Ես ընդամենը այս ճշմարտությունն եմ արձանագրել, միով բանիվ իմ ուրախությունը հայտնելով այն փաստի արդի, որ միևնույն է ԿՊ-ն չի հաղթել։ Բայց նույնիսկ այս պարագայում պետք է գնալ դասական ճանապարհով։ Գիտեք, քաղաքագիտությունը նույնպես գիտություն է, ոնց որ օրինակ բժշկագիտությունը կամ այլ գիտություններ, կամ գիտական հայտնի մեխանիզմներով են առաջնորդվում, որոնք նաև գործնականում ապնում, օրինակ ձևավորում են կոալիցիա, դասական կոալիցիա, որպեսզի նոր քաղաքապետը Վարդան Ղուկասյանը բարդ խնդիրների չառերեսվի։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է էր պարզ, որ կոալիցիա առնվազն Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի միջև չի կարող լինել, բացի դրանից այստեղ միայն կարծես թե Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի գործոնը չէ։ Տեսեք, այստեղ շատ անկեղծ լինեմ, ես ի սկզբանե դեմ եմ եղել, որ իրենք երկուսն էլ ընտրություններին մասնակցեն, հենց այսպիսի վիճակի համար։ Որ մի կողմից բոլորս այո ճիշտ նկատեցիք, ուրախ ենք, որ ԿՊ-ն չի հաղթել, մյուս կողմից որևէ ողջամիտ մարդ չի կարող այն խնդիրները անտեսել, որ առաջանալու են շատ շուտով։
տարբեր, ընդ որում մի քանի սցենարներ կան, բոլոր դեպքերում էլ խնդիրներ են առաջանալու։ Հիմա հաշվի առնելով նաև իրենց հարաբերությունների արյունոտ բնույթը եւ այլն, պիտի շատ իդեալական կլներ, որ երկուսն էլ ընտրարշավում չլինեն։ Գուցե իրենց շրջապատից ավելի քաղաքականացված դեմքեր առաջադրվեին, հա, օրինակ իրավունքն է մասնակցել։ Իհարկե իրենց իրավունքն է, դրա համար ունենք այն ինչ որ ունենք։ Չէ, ասում եմ ցանկալի կլիներ, բնականաբար ես որևէ մեկի փոխարեն չեմ կարող որոշել իր մասնակցել կամ չմասնակցել։ Հիմա ունենք այս իրավիճակը, որ ունենք։ Նույնիսկ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից դուք հասկացել եք ամեն դեպքում, որ խոսքը կոալիցիայի մասին չի։ Պատասխանատվություն քաղաքի կառավարման համար չեն ստանձնում, պատասխանատվությունը մնում է Վարդան Ղուկասյանի։ Իսկ Վարդան Ղուկասյանը ունի ընդամենը 8 մանդատ։ Իսկ հասարակական ճնշման մասին ինչ կարող եք ասել։ Սոցցանցում մի քանի օր շարունակ Մարտուն Գրիգորյանի պարզապես փորձում էին ոչնչացնել։ Նույնիսկ ես մեղմ եմ ասում։ Բարոյական չի դա, բարոյական չի, այդ մոտեցումը բարոյական չի։ Ես օրինակ, տեսեք Երևանում նստած մարդը ընդհանրապես որ ինչ-որ հաշվարկներ է կառուցում, ինչ շատ հետաքրքիր է Գյումրիի կոդեքսի մասին, մարդկային հարաբերությունների ընդհանրապես տեղեկություն ունի, թե ոչ։ Շատ անկեղծ է խոսենք, Մարտուն Գրիգորյանի ընտրողները, երբ որ Մարտուն Գրիգորյանին ձայն են տվել ունենալով 2 կարմիր գիծ, ՔՊ եւ Վարդան Ղուկասյան։ Նույնը Վարդան Ղուկասյանի ընտրողների մոտ է։ ԿՊ եւ Մարտուն Գրիգորյան։ Այ, բնականաբար, այդ հիմա դուք ել եք Գյումրիում եղել, ես վերջի 3 ամսից 2-ը Գյումրիում եմ եղել։ Եվ շատ բացի այդ երկուսին էլ շատ մոտիկից ճանաչում եմ, որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, բայց լավ գիտեմ այդ հարաբերությունների սպეციფիկան։ Ընդհանրապես, եթե մենք քաղաքական մտածողությամբ առաջնորդվենք, կամ քաղաքական կոնսուլտացիաներ կլինեին, եւ իրենք կանգ կառնեին ավելի անխոցելի տեխնազի, օրինակ Ռուբեն Մխիթարյանի վրա, օրինակ եմ ասում, կամ քաղաքական հանգուցալուծման կգնային արտահերթ ընտրությունների տեսքով։ Դե իրենց համար ինչ է որ մի քրեական գործը մյուսի վրա, Ռուբեն Մխիթարյանն էլ արժանացավ ուշադրության իրավապահների կողմից, Մարտուն Գրիգորյանների շրջապատով, այսինքն եթե այսպես ասեմ, ցանկանա մեկին նստածնել, ապա կնստածնենք, Վարդան Ղուկասյանը չլինի, մյուսները լինեն։ Եկեք շատ անկեղծ լինենք։ Իմ ու ձեր վրա էլ կարող են քրեական գործ կարել։ Այո, ցանկացածի վրա կարող են քրեական գործ կարել։ Որտեվ եթե մենք շփումներ ունենք եւ այլն, մի բան կգտնեն։ Ոնց որ Ստալինն էր ասում, կարևորը մարդն է, մարդը եղավ մի գործ կգտնվի։ Բայց ուրիշը, ասենք, ձեր կամի վրա գործ հարուցելը, որը պիտի պեղեն, ինչ-որ բան փորփրեն եւ այլն, հասարակության մի մասի համար էլ դա համոզիչ չի լինի։ Ուրիշ բան է, երբ որ արդեն կան քրեական գործեր, այսինքն մահակը արդեն ձեռքներին կա, սա մեկ։ Երկրորդը ես, բայց այդ առումով Վարդան Ղուկասյանի անձի խոցելիության մասին չեմ խոսում։ Այլ խոսում եմ այն առումով, որի քաղաքանիում ներկայացնելու է որպես քաղաքապետ ավականիում ունենալու է փոքրամասնություն։ Դուք պատկերացնում եք, նույնիսկ առաջի փոխքաղաքապետի ընտրության ժամանակ կարող խնդիր լինի, որտեղ ավականու կողմից է ընտրվելու։ Էլ չեմ խոսում այնտեղ բյուջեի հաստատումը, սկզբունքային որևէ որոշում առանց ավականի ընդունվել չի կարող։ Հասարակական ճնշմամի կամ սոցցանցային ճնշմամի։ Իսկ դուք որտեղ եք տեսել, որ Գյումրիում տեխնացուներից մեկը հասարակական անվերապահ աջակցություն ունի։ Չկա նման բան։ Դուք Գյումրիում եղել եք, փորձառու լրագրող եք, դուք ինքներդ եք տեսել, որ գործիչների պարագայում հակավարկանիշներն էլ է բավականին բարձր։ Բայց ուզում եմ այլ տեսանկյունից նաև դիտարկենք, միայն այն, որ մենք փողոցում Գյումրու փողոցներում արդեն տեսնում ենք չափից ավել անհանգստացած, կներեք նույնիսկ գինովցած ԿՊ-ականների, այդ պարտության հոդը առած ԿՊ-ականներին եւ նաև որ վերջակետը նորից Գյումրին է դնելու, որտեղ Գյումրիից է սկսել, դա չէ, այդ դրականի մասին արդեն խոսեցինք, ես դրականը չեմ նսեմ ասնում, բայց որ ասում եք հասարակական ճնշման ինչ-որ մեկին կարող են
բան պարտադրել, դա գիտեք որ պարագայում է միայն հնարավոր, երբ որ ընտրված քաղաքապետը 50% եւ ավելի քվե ունի։ Օրինակ, եթե ինչ-որ ուժեր փորձեն խանգարել Փարաքարի նորընտիր համայնքապետին, թերևս ձեր ասածը կարող էինք անել, որտեվ այնպիսի շռնդալից հաղթանակ է տարել, որ այս տեղին է այդ պարագայում խոսել այդ մասին։ Բայց Գյումրիում այդ վիճակը չի, ավելին ասեմ, այո մարդիկ համատարած զզվում են Նիկոլ Փաշինյանից եւ ԿՊ-ից։ Այո, այդ սիմվոլիկ դեպքը, որ եղավ, նաև դուք ակտիվ լուսաբանեցիք իրանց դժվարության հավաքական ցուցադրություններ այդ падգամավորի հետ կապված։ Արդեն նախկին, հա, դեպքը չնայած իմ կարծիքով նաև ստեղ են կար, որ իր թիմը շատ մեծ սիրով իրան փուրը տվեց, չգիտեմ ինչ պատճառներով կամ ենթադրել կարելի է ինչ պատճառներով, ինչևէ, այս ամեն ինչը կա, բայց ես ուրիշ բան եմ տեսել։ Երբ որ Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն եւ այլ ակտիվիստներ, իդեպ ուրիշ շտաբից նույնպես ձերբակալեցին, նույն օրը ինքնաբուխ հավաք թատրոնի շենքի մոտ տեղի ունեցավ, առանձնապես բազմամարդ չէր այդ հավաքը։ Իսկ մեր հասարակությունը այո հասել է մի մակարդակի, որտեղ քվեաթերթիկով մերժում է գողերի եւ ստախոսների կուսակցությանը, հայրենիքի գողերի եւ ստախոսների կուսակցությանը, բայց դերևս պատրաստ չի կամ չկան այն լիդերները, որոնց համար զանգվածաբար փողոց դուրս կգա։ Ես այսպես հասկացա, նույնիսկ թող նախկին բարքերը լինեն, միայն ինչպես որ խոսում էի գյումրեցիների հետ, գյումրեցիներն ասում էին ավելի լավ է ցանկացած ոք, քան ինչ որ մեկը ԿՊ-ից, քան Արցախը մերժողը։ Դե կա այդ տրամադրությունը, աշուշ։ Հերթով տանում էին, մարդիկ ասում էին, եկեք մտեք այս դպրոց, տեսեք այս զոհված զինծառայողների նկարները, այդ ոնց գյումրեցին չի կռվել կամ այդ ոնց գյումրեցին իրեն Արցախում դժբախտ է զգացել։ Ցանկացած համայնքում համոզված եղեք, ԿՊ-ն նույն ճակատագրին արժանանալու, տեսեք, իրանք ասում են կրիմինալը հաղթեց, չէ՞։ Չեն էլ հասկանում, որ իրենց կառավարման որակին գնահատական են տալիս հենց իրենք։ Այսինքն, դուք այնքան վատն եք, որ ձեր լեզվով ասած անգամ կրիմինալին մարդիկ գնում են ձայն են տալի, միայն ձեզանից ազատվեն։ Սա ինչի մասին է խոսում։ Մի հատ ուրիշ կարևոր բանի մասին էլ, որ նախկիներին դեմոնիզացնելու հետ վարկագիծը, մարտավարությունը, որ միշտ Նիկոլ Փաշինյանին դիվիդենդ է բերել։ Հիմա հակառակն է։ Էլ չի աշխատում, այսինքն սև սպիտակը մի օր գալու էր, որ իր դեմ աշխատի, որտեվ ինքն է դառնում ժամանակակից բառապաշարով ասած սևը կամ ամենասևը։ Իհարկե, ելի եմ ասում, ամենայն հարգանքով Վարդան Ղուկասյանի անձի հանդեպ ու իդեպ հաջողություններ եմ մաղթում կուզեմ հաջողի, որպես քաղաքապետ, նա ԿՊ-ի իդեալական այլընտրանքը չէր։ Բալը պատկերացրեք, որ շոր ավելի իդեալականին մոտ այլընտրանք գտնվեր, ինչպիսի վիճակ կլիներ։ Հասկանում եք, խնդիրը սա իմ գրածը մտահոգություն է։ Ցավոք սրտի ես կարող եմ հենց հիմա միտեղ գրել, ստորագրել, այդ մտահոգությունները որևէ սցենարով իրականություն են դառնալու։ Իմ ասածը հետևյալն է, ընդհանրապես այդ արհեստական աժոտաժը, Մարտունի վրա ճնշումները, որ ես նույնիսկ բարոյական չեմ համարում, որովհետև մարտի վերջում սկզբունքորեն կարող տաներ ամեն ինչը արտահերթ ընտրությունների, չէ՞։ Ու ԿՊ-ի հետ չէր համագործակցում։ Ընդ որում Մարտուն Գրիգորյանի ձևակերպումները շատ դեպքերում ավելի քաղաքական են։ Վարդան Ղուկասյանը մի հատ շատ կարևոր դաս պիտի քաղի։ Կամ ինքը հայտնվելու է ԿՊ-ի թիրախում կամ թակարդում, եթե չվերանայի իր մոտեցումը մյուս ընդդիմադիրների հանդեպ, կամ კი արմատապես վերանայի վերաբերունքը դիմադիր մյուս ուժերի հանդեպ։ Դուք կարծում եք, որ միայն սա Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի խնդիրն է։ Չէ, եթե մարդը ասում է քաղաքապետի տեղակալի պաշտոններ պատրաստ չեմ զիջել, այսպես թե այնպես բոլորս գիտենք, որ Մարտուն Գրիգորյանի թիմից որևէ մեկը քաղաքային իշխանություն պաշտոն չէր ստանձնելու։ Իսկն դա հասցեագրված էր մյուս երկու ուժերին։ Գիտեք, չի կարելի 4-րդ ուժի ղեկավարին այդ ձևով օրինակ մշակույթի բաժնի պետ առաջարկել։
Անկախ նրանից ով է այդ ուժի ղեկավարը, երրորդ կներեք, նույնիսկ չորրորդը։ Չէ, ասենք ընդհանրապես էլի եմ ասում, ձևը հետեւյալն է։ Իմ մոտ մեկ տպավորությունն է, որ Վարդան Ղուկասյանի թվում է ինքը այն հին կառավարման համակարգով ստանձնել քաղաքապետի պաշտոնը։ Երբ որ առանձին քաղաքապետ էր ընտրվում, առանձին ավականի կար, ավականին այդքան լիազորություններ չուներ եւ այլն եւ այլն։ Հիմա լրիվ ուրիշ վիճակ է, գումարած որ մի հատ պայմանական իրանց տերմինաբանությամբ ասեմ, հա, ավականի մի հատ 5-րդ շարասյուն կա ԿՊ-ի դեմքով, որը ամեն ինչ անելու է խանգարելու համար նոր քաղաքապետի գործունեությունը, ընդ որում կարևոր չէ, քաղաքապետը Վարդան Ղուկասյանը կլինի, Ռուբեն Մխիթարյանը կլինի, Արտուն Գրիգորյանը կլինի, ով ուզում է լինի։ Այսինքն, այս իրողությունները հաշվի առնելով, Վարդան Ղուկասյանը պետք է արմատապես փոխի իր վերաբերմունքը մյուս ընդդիմադիր ուժերի հանդեպ, օրինակ Արտուն Գրիգորյանը մի քայլ արել է։ Իսկապես ինքը երևի իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունել, ով որ այդ պատմությունից տեղյակ է, կհասկանա ինչ եմ ասում։ Հիմա պետք է երկու քայլ ավելանի, այն մարդը, որ ստանձնում է ամբողջ քաղաքի կառավարումը։ Մեզ պետք է, որ իսկապես ընդդիմադիր ուժերից կարգին կոալիցիա ձևավորվի, ոչ թե ձևավորվի մի իշխանություն, որը մի կողմից չունի ընդդիմության աջակցությունը, իսկ կողմից գտնվում է իշխանության հարվածի, պոտենցիալ հարվածի տիրախում։ Անդադ խոսում ենք Գյումրիից, բայց Փարաքարն էլ կարևոր էր, որովհետև այնտեղ ընդդիմությունը իրապես եւ ամբողջությամբ խախտել։ Հա, ուղղակի եկեք նկատի ունենանք, որ Փարաքարի մասշտաբը փոքր է եւ այդ մոդելը ցանկության դեպքում չենք կարող տարածելի համարել հանրապետության վրա։ Մասնակիցների ներկապանակն էլ է սահմանափակ, բայց Փարաքարը շատ կարևոր հաղթանակ էր եւ դա լավագույնս ցուցիչ է, տեսեք, Գյումրին հեռու էր, հյուսիսային մայրաքաղաքն է, բայց փաստորեն պարզվեց, որ Երևանի քթի տակ Փարաքարում իշխանության գործերը շատ ավելի վատ են։ Սրան հավելեք նաև Երևանի ընտրությունները, որտեղ եթե չլներ քաղաքական անաստանգողության փաստը, Երևանում էլի չէինք ունենալու ԿՊ-ական քաղաքապետ, որտեղ երբ որ մանդատները բաշխվեցին, ընդդիմությունը 1 մանդատի առավելություն ուներ։ Եթե սրան գումարենք նաև, որ օրինակ կուսակցություններից մեկը, որ հետո դարձավ ԿՊ-ի կոալիցիոն գործընկերը, էլին դիմադիր ընտրարշավ էր վարում, պատկերը ավելի ամբողջական կդառնա։ Եվ նաև այլ համայնքներում եւս ԿՊ-ն վերջին ժամանակահատվածում, վերջին տարիներին պարբերաբար պարտվել է։ Տեսեք, մենք առնվազն Վանաձորում իշխանությունը ուզուրպացվեց իրենց կողմից։ Անկախ նրանից հետո որ համայնքապետերը իրենց ոնց են պահել կամ ես կարծում եմ առանձնապես Գորիսում պարտվեց։ Գորիս, Քաջարան, Վարդենիս, Ճամբարակ, Երեգնաձոր, Մասիս, առնվազն մեր կուսակցությունը դաշինքով կամ առանց դաշինքի վերջին տարիներին 5 համայնքապետ ունի։ 5 համայնքապետ դաշինքով կամ առանց դաշինքի։ Սրանք գումարեք, որ մենք չենք մասնակցել, Աբովյանը, սրանք գումարեք Գորիսը, սրանք գումարեք Կապանը, սրանք գումարեք Վանաձորը ըստեյության, որտեղ ուզուրպացիա է իշխանության, այսինքն մանավանդ քաղաքային համայնքներում քաղաքացիական պայմանագիրը խայտառակ պարտություն է գրել։ Մնաց իր ձեռքում ուժային լծակներ։ Ինքը նման է մի հատ ողորմելի, որը թաքնված է ոստիկանական այդ մահակների հետևում։ Հիշում եք մի հատ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել անցած տարի Երևանում, անկախ այդ շարժման հետագա ճգնաժամից, հա, սրբազան շարժման մասին եմ ասում։ Երկու շատ կարևոր բան այդ շարժումը այնուամենայնիվ տվել է։ Մեկը, որ երբեք չէինք տեսել, որ այդքան մեծ բազմություն հենց կառավարության պատուհանի տակ պահանջեն Փաշինյանի հրաժարականը եւ մյուսը, երբ որ օրեր անց Ազատության հրապարակ օպերայի շենքում միջոցառում էին անում, Նիկոլ Փաշինյանը ստիպված էր Երևանի կենտրոնում երթևեկել, ինչպես ուղեկցում են կանոնավորի։ Այս երկու շատ կարևոր նվաճում այդ շարժումը ունեցել է։ Դա մի օր պիտի էլեկտորալ դրսևորում ունենար։ Ունեցավ էլեկտորալ դրսևորում։ Ինչ որ է նորմալ իշխանություն եթե լիներ, հիմա մենք լսել ենք կադրային փոփոխությունների մասին, դեռ ամբողջ աշխարհում այդպես է, օրինակ Գերմանիայում
թիմ ընտրությունները ուղղակի չեն ազդում կենտրոնական իշխանության կառուցվածքի վրա, բայց ստիպում են, որ կառավարող կուսակցությունը ինչ-որ կադրային փոփոխություններ կատարի, ինչ-որ ծրագրային առաջնահերթություններ փոխելու մասին հայտարարի։ Դե Հայաստանում մենք այդ բաների ցավոք սրտի ականատես չենք լինում, եւ դասեր էս իշխանությունը կավության նոխազդեր գտնելու է, ես այդ վիլենի դեպքը նույնիսկ կապում եմ, որ դրանով մի հատ մեծ բանի շղթա տվեցին, որովհետեւ դու գիտեք ինձանից լավ, որ այնտեղ падգամավորներ կան, որ խուլիգանական վարքագծով ավելի շատ են աչքի ընկել։ Ազգային ժողովի նախագահը, որը թքում է падգամավորի, քաղաքացու վրա ձեզ քանի անգամ են իր ցուցումով խուլիգանի պես դե բայց իրա ցուցումով են անում, չէ։ Այո։ Կամ Անդրանիկ Քոչարյանը, որը քրեական ենթամշակույթին բնորոշ, ասենք, բառապաշար օգտագործում կին լրագրողի նկատմամբ, կամ ես ավելի հեռուն գնամ, ազգային ժողովի վերջին քարոզիայի ժամանակ, կառավարության ազգային ժողով արդյունապատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ազգային ժողովի ամբիոնից պահել է դասական շարքային խուլիգանի նման, երբ որ նա խոստանում էր երեք նախագահի քաղաքական դիակների մնացորդները պատերից անել, չգիտեմ ինչ անել, կամ են իր հայտնի արտահայտությունը ինչ-որ մարկանց չինելու մտադրության մասին եւ այլն։ Այսինքն ուզում եմ ասել, դատավորներին վնգստացնող։ այո, ուզում եմ ասել, որ այս իշխանությունը հիմա էլի բայց ընկենտրողաբար ինչ-որ մարկանց պատժելու է, ինչ-որ մարկանցից հաշիվա պահանջելու այս ձախողումների համար, բայց նաև մենք աչալուրջ պիտի լինենք, որ թակարդներում չհայտնվենք, որովհետև էլի եմ նշում։ Այսինքն դուք կարծում եք Վիլենը պատժվեց, թե այնուամենայնիվ Գաբրիելյան Վիլենի որոշումներ։ Արգելյանի, ուրեմն ցանկացած տղամարդկանց միջավայրում, երբ որ օրինակ մեր ընկերներից ինչ-որ մեկ ալկոհոլ է օգտագործում, հանրային վայրում ալնում, ալկոհոլ օգտագործած ընկերները 2 րոպեում իրեն կարող են մեկուսացնել ցանկության դեպքում։ Կտանել այնպիսի տեղ, որ այդ շարունակվի այդ տեսարանները, ինչ որ ինքը ժամեր շարունակում էր։ Հետևաբար ես կարծում եմ, որ Վիլեն Գաբրիելյանի այդ պահվածքը հետևանք էր, ոչ թե պատճառ էր, որի համար ինքը հետո դրեց մանդատ։ Բայց Վիլեն Գաբրիելյանը իր խոսքում, որքան էլ որ խմած էր, ձևակերպեց, ասաց, պասը տվեցի, պասը վերցրեցիր, իսկ իր պասը դա 2026 թվականին այլևս իշխանություն չլիներ։ Դե մարդը երբեմն խմած վիճակում անկեղծ ալնում։ Համարենք, որ Վիլեն Գաբրիելյանը անկեղծացել է եւ ընդհանրապես մարկային մի հատ տեսակ կա, որը գիտեք, այս իշխանության զտման պատմությանը որ նայում ենք, հայտնաբերում ենք, որ մարկային խմբեր կան, որոնք աշճանաբար իրենց դուրս են դնում իշխանությունից։ Հիմա համարենք, որ Վիլենը ակամա թե ակամա չեմ կարծում ինքնակամա մանդատը դրել անկեղծ ասած։ Եթե ինքնակամ դներ, ինչու էր մասնակցելու ԿՓ վարչության ընտրություններին, այդպես է չէ ձևակերպել իր հայտարարությունը։ Դե սրտի ովանք հա, իրան ոչ մեկ վարչությունում չթողի ընտրվի։ Իմ կարծիքով ինքը իր դատավիճերը կացրեց, երբ որ թագավորի դեմ գնաց, իրանք ուսապարկ են։ Երբ որ մեկ-մեկ որոշում են անուն ազգանուն ունենալ, պատժվում է։ Օրինակ Անդրանիկ Քոչարյանը մի որոշ փուլ առաջ առույց էր կտրել իրան, հիշում եք, մի հատ փուլ կար, քննչական կոմիտեի նախագահին էր գտնում մյուսին, որը Քյարամյանն էր, շոր կեցված, հետո դարավ փիսիկ խելոք, բեղավոր փիսիկ, հա, ոնց որ իրան սազական է, որովհետև իրան հասկացրեցին, որ դու անուն ազգանուն չունես, ուսապարկ ես, ուսապարկը կարա համար ունենա, ուրեմն այն ուսապարկը, որը կփորձի իր անուն ազգանունը վերականգնել, իրան շատ արագ կմեկուսացնեն կամ կզրկեն բոլոր իշխանական արտոնություններից։ Այդ ճանապարհին էր Հովիկ Աղազարյանը, տեսակ ինչ եղավ, ամենևին իր փաստաբանը չեմ, ոչ էլ պատրաստում եմ իր շահերի պաշտպանության բանդես գալ, Վիլեն Գաբրիելյանի այդ արտահայտությունը ավելին էր, քան Հովիկ Աղազարյանի չենթարկվելը։ Դե Հովիկ Աղազարյանը գոնե չէր ասում իշխանափոխություն է լինելու եւ այլն եւ այլն։ Այսինքն իրենք շատ լավ ներքուս գիտեն,
ու իրանց ողբերգությունը ինչի՞ց է գար։ Իրանք շատ լավ հասկանում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը ջողոբրի մի օր երկրից փախչող օթանավի մեջ անգամ Չալոյի համար տեղ գտնվելու է, բայց իրանցից որևէ մեկի համար ոչ։ Իսկ այդ հոգեվիճակ իրանց դրդում է նման անհավասարակշիռ քայլերի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին անվտանգության միջանցք տրվելու է։ Շատ բարդ հարց եք տալիս, այդ հարցը պարբերաբար տալիս են։ Եվ դա ներվելու է։ Ընդհանրապես ես դեմ եմ, որ երկու բանի դեմ եմ, մի խոսքով դեմ եմ, որ մարդը իր արարքների համար պատասխանատվության չի ենթարկվի։ Մյուս կողմից կարող է քաղաքական համակարգը մի հատ բարդ ընտրության առաջ կանգնի։ Արնայողություն, ներքին անկայունություն, թե անվտանգության այդ միջանցք, հա, այստեղ արդեն պլյուս մինուս անելու խնդիր է, որովհետև բազմաթիվ նման դեպքեր համաշխարհային պատմությունից կան։ Հիշում եք այդ Պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր խոսում նրան։ Վազգեն Մանուկյանն էլ, եթե հիշում եք, բոլոր նախկին նախագահներն էլ ակնարկել են այդ մասին, ըստ էության։ Ընդհանրապես, եթե ինքը մի քիչ ողջամտություն ունենար 2021 թվին անցնցում եւ անայրուն հեռանալու հնարավորություն ուներ։ Իսկ քանի որ ինքը ավել պաշտոնավարում, այնքան իր քաղաքակիրթ հեռանալու հնարավորությունները մսխում է։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում էինք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։